Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իմունիտետի տաղավարում դիզայներ Դիանա Շատվերյանն է։ Ողջույն, Մեդիահաբի եթերում իմունիտետն է։ Ես Ռոզիա Վետիսովաց։ Իմ տաղավարում է այսօր դիզայներ Շատվերյան բրենդի հիմնադիր Դիանա Շատվերյանը։ Դիանա, ողջույն։ Ողջույն, Ռոզի։ Շատ շնորհակալ եմ, որ հրավերս չմերժեցիր, որ այստեղ ես։ Ես էլ շնորհակալ եմ, որ հրավիրեցիր։ Ես մեծ հաճույքով այսօր քեզ հետ կքննարկեմ հայկական նորաձևությունը։ Ինչպիսին է այսօր նորաձևություն եւ բիզնես համակցությունը Հայաստանում։ Նորաձևությունը մնում է նորաձևություն, կապ չունի թե որ երկրում, այլ բան է, որ ստեղ մի փոքր դժվարություններ կան սեփական գործը սկսելու եւ առաջ գնալու, քանի որ բազմաթիվ խնդիրների հետ է առնչվում։ Այսինքն սկսած կտորների հումքից, որը որ ստեղ չի արտադրվում եւ բավականին թանկ գներով է ձեռք բերում, այսինքն եթե ուզում ես լավ բանի մասին է խոսքը, հա, եթե ուզում ես որակյալ ինչ-որ հագուստ ստեղծել, որակյալ կտորներ են հարկավոր։ Դրանք պետք է դերցից բերես, պետք է վճարես դրանց համար, մաքսազերծես եւ այլն, քարերով կտորների մասին է խոսքը, եթե այդ ձեռքի աշխատանքը, որը էլի բավականին թանկ է նստում քեզ վրա, եթե դու հենց այստեղ ես կատարում, եթե ուզում ես ձեռք բերես հենց նմանատիպ կտորներ, առնչվում ես էլի այդպիսի խնդիրների հետ։ Մի խոսքով դժվարությունները շատ են հենց մեր աշխարհագրական դիրքի պատճառով։ Եվ այդտեղից է գալիս են դժվարությունները արդեն որպես բիզնես։ Որպես բիզնես հենց, այո, որովհետեւ դու պարտավոր ես շատ մեծ գումարներ ներդնել, բայց հետադարձ կապը միգուցե այդքան էլ լավը չստացվի, նախ շուկան փոքր է։ Այսինքն եթե դու սկսում ես հենց Հայաստանից եւ դեռ չես ուզում արտահանել որևէ բան, իսկ սկզբում սկսելիս դու չես էլ կարող միանգամից արտահանել, այսինքն եթե միանգամից գործերդ այնքան լավ են, որ ինչ որ պայմանավորվածություններ ունես, դա այլ բան է, բայց եթե հենց շուկան Հայաստանն է եւ վերջ, իսկ Հայաստանը մենք բոլորս հասկանում ենք, որ սպառողների մեծ մասը դա Երևանում գտնվող մարդիկ են, ապա շուկան շատ փոքր է։ Եվ այդ պարագայում նմանատիպ ներդրումներ անելը եւ նմանատիպ գործ սկսելը պետք է իսկապես լավ կապեր ունենաս, իսկապես փորձես կտորները այնպիսի տեղերից բերես, որ կարողանաս ավելի մատչելի տեղ հասցնես, սկսած սովորական ֆուրնիտուրայից, այսինքն կոճակներ, ցեպեր եւ այլն, դրանք էլ պետք է լինեն որակյալ, որովհետեւ լինում են դեպքեր, երբ որ արդեն հագուստը պատրաստ է, ցեպը քաշում ես եւ ամբողջությամբ վերջ։ Այսինքն այդ որակ, այդ մի 10 սանտիմետր փոքրիկ բանը կարող է քո կյանքում որոշակի լուրջ փոփոխություններ մտցնի, այսինքն հենց հագուստը տալու հենց պահին, եթե անորակ ինչ-որ բան ես օգտագործում, բնականաբար առնչվում ես խնդիրների հետ, այսինքն հենց այդտեղից սկսած պետք է ամեն բան լավը լինի։ Ով է թելադրում դիզայներները թե սպառողը Հայաստանում։ Հայաստանում դա փոփոխական է։ Լինում էր եղել է ժամանակ, երբ դիզայներներն են թելադրել։ Եկավ ժամանակ, երբ որ սկսեցին սպառողները թելադրել։ Քանի որ աշխարհում նորաձևությունը մի քիչ փոխվեց, ժամանակին դա դիզայներներից հագնվելը բավականին անհասանելի երևույթ էր, եւ եթե դու դիզայներական հագուստ էիր կրում, դա նշանակում էր, որ ժամանակին քեզ համար հատուկ որևէ բան են կարել, դա դրանից ավելի մեծ բան չկար, այսինքն հագուստի մեջ դա պիկն էր, որին դու հասնում էիր, եթե դիզայները քեզ համար անհատական հագուստ է կարում։ Հետո նույնիսկ պրետապորտեն, որը առօրյա հագուստի մասին է խոսքը, հա, օդ կուտյուրը չէ եւ այլն, նմանատիպ էլի պոդիումնի տարբերակներից հագնվելը էլի բոլորի համար հասանելի չէր, բայց հետո հայտնվեց Չինաստանն ու Կորեան, որոնք ուղղակի ստերեոտիպներ փոխեցին, իրանք սկսեցին արտադրել բավականին լավ կտորներով, շատ հետաքրքիր դիզայներներով ու լավ հագուստ, որի արժեքը շատ իջացրեց գինը մաս պրոդուկտի, հա, այսինքն հենց այդ տեսակի հագուստի արժեքը իջավ։ Եվ այդ ժամանակ արդեն դիզայներները ստիպված եղան իջացնել իրենց գները, ունենալ տարբեր լինիաներ, այսինքն իրենց հագուստի եւ ոչ միայն մնան իրենց ամենալյուքս ու ամենաթանկ բրենդային ինչ-որ բաներում, այլ փորձեցին արտադրել տարբեր տեսակի մարդկանց համար հագուստ կոլաբորացիաներ ստեղծվեցին, օրինակ նույն հայտնի բրենդերը, որոնք H&M-ի հետ համագործակցում էին, դրա ուղղակի չէր։ Իրանք ստիպված էին ինչ-որ սեգմենտի համար արտադրել, որպեսզի մարդիկ իրանց էլ սիրեն, իրանցից էլ օգտվեն, իրանց մասին հիշեն, որովհետև դա իսկապես, այսինքն Gucci, Adidas-ի runner-ները, այսինքն $150, $200 մասին է խոսքը Gucci-ի հետ, մի քիչ ավելի թանկ, բայց ամեն դեպքում իրանք նենց էին անում, որ սովորական սպառողը իրենց մասին չմոռանա, որտեվ մի պահ էր եկել, որ իրանք նախատեսված էին ուղղակի միայն եւ միայն վերին խավի եւ հարուստ մարդկանց համար։ Հիմա առհասարակ դժվար չէ տարբերել, որ մեկը wow լյուքս հագնված է, ինչ որ բրենդներից։ Չէ, հնարավոր է տարբերել։
Որակապես հագուստի որակից։ Մեծամասամբ այո, որակապես եւ դե իհարկե խոսքը գնում է նաեւ մասնագետների մասին, որոնք քիչ թե շատ ծանոթ են հավաքածուներին, այսինքն եթե դու հավաքածուին գիտես կամ մոտավոր գիտես դիզայներներին, կարող ես տարբերել սա ում ձեռքի աշխատանքն է։ Եվ լինում են տարբերակներ, երբ որ դու հագուստին նայելիս հասկանում ես որակապես ինչ որակի մասին է խոսքը եւ մոտավոր հասկանում ես թե ինչ գնի մասին է խոսքը։ Քանի որ որակը լավ որակի կտորը անգամ Եվրոպայում, Ամերիկայում, որտեղ էլ արտադրիկ Չինաստանում, Կորեայում էական չի։ Լավ որակի կտորը բնական է ավելի թանկ է։ Թանկ է երևում։ Երևում եւ վաճառում։ Կապ չունի որ այդ էժանի մեջ էլ ինքը ավելի թանկ է, քան մնացածը, որովհետեւ ամեն դեպքում բնական բամբակը կամ կաշմիրը, բուրդը ինքը երբևէ չի դադարում իր որակը գցել, այսինքն դու կա լավ որակի եւ կա վատ որակի։ Այդ ամեն ինչը վատ որակի սինթետիկ ինչ-որ կտորների հետ համակցությունն է, իսկ մաքուր կաշմիրը ինքը միշտ տեսքից էլ է տարբերվում որակապես էլ։ Հայաստանում շատերը չեն սիրում տարբերվել։ Սիրում են ստանդարտ լինել, սիրում են մեկը մյուսին նման լինել։ Ինչպես են նման սպառողի հետ գոյատևում մեր նորաձևության տները, որովհետև շատ քչերն են, որ իսկապես ցանկություն ունեն տարբերվել, թեկուզ հագնվելու ոճով։ Դե հենց այդպես էլ եղավ, երբ որ սպառողները սկսեցին թելադրել նորաձևություն։ Նախ սկսենք նրանից, որ աշխարհում առհասարակ եթե ուշադիր լինես, կտեսնես, որ նույնիսկ բլոգերների մոտ նրանք, որոնք որ տարբերվող են, իրանք մի քիչ ավելի յուրահատուկ աուդիտորիա ունեն։ Այն բլոգերները, որոնք որ հենց fashion բլոգերների մասին են, որոնք հիմնականում սովորական հագուստի մասին են խոսում, այսինքն սովորական, այսինքն ամենաառօրյա հագուստի մասին են խոսում եւ նմանատիպ ու plain բաներ են թելադրում, իրանք ավելի շատ դիտումներ ունեն։ Ինչի որովհետեւ սովորականը հասանելի է, պարզ է եւ պետք չի ոչ մի բան մտածել։ Սխալվելու հավանականությունը քիչ է։ Երբ որ իմպրովիզացիայի տեղ են քեզ թողնում, ասում են, այս շարֆը սրա հետ կարող ես կապել կամ նրա հետ, դա բարդացնում է եւ մարդուն գցում է այն իրավիճակի մեջ, մտածում է, բա որ սխալվեմ։ Դրա համար ավելի նախընտրում են պարզ տարբերակները եւ հետեւում են պարզ տարբերակներին։ Եվ ցավոք սրտի իսկ պարզ տարբերակը դրանք շատ չեն, իրանք իրարից էլ են քիչ տարբերվում։ Ստացվում է, որ բոլորը բոլորի նման են հագնվում։ Այո, դժվար է տարբերվելը, ես համաձայն եմ, բայց ես սիրում եմ, որ հենց դիզայները տարբերվող հագուստ է առաջարկում, սպառողն էլ պարտավոր չէ ունենալ ամեն ինչ հենց դիզայներական։ Իրենք կարող են մի քանի item ունենալ դիզայներական, հագնել պարզ հագուստ, բայց դա համեմել օրինակ ինչ որ դիզայներական լուծումներով։ Կլինեն դրանք աքսեսուարներ, թե հագուստ, էական չի։ Այդտենց լուծումներով համեմեն այդ ամեն ինչը։ Բայց հարցին պատասխանելով ասեմ, որ ուղղակի ավելի պարզ հագնվելը ավելի քիչ հավանականություն է թույլ տալիս սխալվելու, այդքանը։ Մարդիկ իսկապես արագ հագնվելու մեջ չեն ուզում ինչ-որ բարդ լուծումներ անեն։ Իրենք գիտեն, որ սպիտակ թիշերթը, մոխրագույն բաճկոնը, սև տաբատը, օրինակ, չգիտեմ, ինչ-որ ռաներներ, դրանք կլասիկ տարբերական, որը երբեք չես կարող ինչ-որ վատ համադրես։ Ոնց էլ համադրես, մոխրագույն սպիտակ սև համադրությունը դժվար է փչացնել։ Դրա համար նախընտրում են ավելի նմանատիպ բաներ, իսկ երբ որ սպառողը տենց բաներ նախընտրում, դիզայներն էլ առաջարկում է, որպեսզի վաճառք ունենա, ինչպես ասացի, հայկական շուկայում, փոքր շուկայում դու ստիպված ես համարկերպվել եւ հարմարվել իրականությանը։ Իսկ ովքեր են Շատվերյան բրենդի հաճախորդները։ Չեմ ուզում անուններ, բայց ուզում եմ հասկանալ անունների մասին չեմ էլ խոսի տենց հաճախորդների մեծ ցանկի հաճախորդներ են եւ ինչ պահանջներ ունեն, հա, ու ինչպես ձևավորվեցին այդ հաճախորդները։ Դժվարությամբ ձևավորվեցին, որովհետև երբ որ սկսում էի, ես ինքս վախենում էի առաջարկել այն ինչ որ ինձ է դուր գալիս, որովհետև ես լինելով նույնպես այդ ամեն ինչի զոհ, մտածում էի, որ ճիշտ կլինի առաջարկեմ մի բան, որը մարդկանց իսկապես դուր է գալիս, իրանք ուզում են եւ գլուխս ինչ որ ցավի տակ չդնեմ, առաջարկեմ հեշտ բաներ։ Հետո հասկացա, որ դա իմը չի, որովհետև ես այդպեսին չեմ, ես այդպես չեմ հագնվում եւ փորձեցի ռիսկի դիմել եւ առաջարկել մի բան, որը ինձ է դուր գալիս, թե հիմա կհավանեն, թե ոչ, արդեն իրենց ընտրություններ։ Ուրեմն իմը չի այդ աշխատանքը, այդպես է հենց ի սկզբանե տրամադրված։ Ու երբ որ արդեն ստեղծեցի, ես նույնիսկ հիշում եմ իմ առաջի կտորը, որը մեծ բում բարձրացրեց եւ մարդիկ մտածում էին, որ այս կտորից հագուստ, դա նիապրենն էր, որը ես բերել էի Իտալիայից եւ Հայաստանում նիապրենի մասին անգամ չէին լսել։ Մոտիկից դեռ չէին տեսել այդ կտորը, այդպես ասեմ, կտորի խանութներում բացարձակ ինքը գոյություն չուներ, ու մարդիկ ասում էին, սա ինչ որ
աբիվկայի կտորիա նման, բայց սրանից հագուստ նորմալ է, թե չէ։ Այդ կոլեկցիայից մի օրում ոչինչ չմնաց։ Բոլորը ուզում էին փորձեին նոր բանել, ու այդ կտորը այնքան սիրվեց, հետո արդեն Հայաստանում երևի մի տարի հետո իմ այդ կոլեկցիան անելուց հետո նոր հայտնվեց Նիապրենը վաճառքի։ Ուզում եմ ասել, դա կարար եւ այդպես չլիներ, այսինքն լավ է որ սիրեցին։ Ես ուրախ եմ, որ մարդիկ հավանեցին ու տարբերվող հագուստ ընտրեցին։ Դրա համար իմ հաճախորդները նրանք համարձակ մարդիկ են, որոնք իսկապես ուզում են տարբերվել։ Իրանք ունեն ի սկզբանե ներքին ճաշակ, որը իրենց հուշում է, թե ինչպես այդ ամեն ինչը համադրեն, եւ ոչ մի բանից չեն վախենում, այսինքն որևէ դժվարություն իրենց համար դժվարություն չի։ Իրանք պատրաստ են վախվել իրականության հետ ու գնան առաջ։ Այդ տեսակի հաճախորդներ են։ Իսկ Շատվերյան բրենդին շատ են կրկնօրինակում։ Ժամանակին շատ էին կրկնօրինակում, հիմա հավաքածուներ քիչ եմ անում, այսինքն հիմա ինդիվիդուալ պարտներների հետ եմ աշխատում, հնարավորությունը քիչ է, բայց չգիտեմ, հիմա նորից պատրաստվում եմ սկսել հավաքածուների արտադրությունը, թե հետո ինչ կլինի, չգիտեմ, բայց ժամանակին շատ էր, հա, ես պինգվիններով հավաքածու ունեի, որ մի անգամ ձմռանը ես տենց որոշեցի, որ ամեն տարի ձմռանը ինչ որ սիմվոլ եմ ուզում, որը որ խորհրդանշի նոր տարին, ամանորը, այսինքն այն սիմվոլը, որը ինձ է հոգեհարազատ, կամ տարվա խորհրդանիշը, դեռ չէի կողմնորոշվել, եւ այդ տարի չկողմնորոշված փուլում ասեցի ինչ, ու իմ առաջին միտքը, որ եկավ, դա պինգվինն էր, ու որոշեցի, որ հենց Նիապրեն կտորից, իմիջայլոց, շերտերով, ինքը որ պրինտ արած չլինի, որ մաքսիմալ բարդ միտք լինի, այսինքն ինքը պրիմիտիվ չլիներ, հա, այն ժամանակ։ Ու ինքը տենց կոլաժի նման բան ստեղծվեց պինգվին։ Ես չեմ կարող ասեմ, քանի հարյուրավոր, հազարավոր մոդելներ եմ ծախել այդ պինգվինից, ու հիշում եմ, որ սկսեցին կրկնօրինակել։ Ես այդ պինգվիններին, որ տեսնում էի փողոցում, նույն ընդհանրապես իմ պինգվիններ չեն, բայց ես ամեն դեպքում ասեմ, որ նես չի որ շատ տխրում էի, հակառակ ուրախանում էի, որ մարդիկ իսկապես հավանել են ու ուզում են իրանք էլ այդ ամեն ինչը անեն ու վաճառեն, ու մարդիկ էլ կան, որոնք որ իսկապես ուզում են նմանատիպ հագուստ կրեն, ուղղակի ես նաև հասկանում էի, որ այն Նիապրենը, որ ես բերեմ թանկ էր, ինքը Իտալիայից էր, իտալական շատ լավ կտորներ էին, ու իրանց ինքնարժեքը բնականաբար բարձր էր, ես էր ստիպված ավելի բարձր գնով էի դա վաճառում, եւ մարդիկ նախընտրում էին ավելի պարզ կտորներով, բայց ես դեմ չէի, ես ինձ անկեղծ դա ժպիտ էր առաջացնում, որ փողոցում տեսնում էի, հասկանում էի, որ իմ պինգվիններն են, բայց իմը չեն, ու դա մի տեսակ ժպիտ էր առաջացնում։ Իսկ մրցակցությունը ինչպեսին է այսօր հիմա համեմատած 10 տարի առաջվա, շատ են նորաձևության տներ, շատ դիզայներներ կան, շատ նորաձևության տներ կան, ու ինքս ինքան հայտնվում ես մրցակցության դաշտում։ Ինչպես ես դու դա հաղթահարում։ Թե քո հաճախորդները մնում են քո հաճախորդները։ Ես համարում եմ, որ իմ հաճախորդները իմ հաճախորդներն են, եւ նախ ես բոլոր դիզայներներին դիզայներ չեմ համարում, ու ինձ թվում է օրինակ կան հենց մարդիկ, որոնք որ զբաղվում են դիզայնով, այսինքն ունեն նմանատիպ կառույց, բայց իրանք շատ ազնիվ են եւ իրանք ասում են, որ իրանք դիզայներներ չեն։ Ես օրինակ դա շատ ողջունելի է ես կարծում եմ, որ մարդիկ ազնիվ են գտնում եւ ասում են, որ դա իրենց մասնագիտությունը չի պարզապես գործ է, բիզնես է, որ իրենց հաճելի է անել։ Դա ողջունելի է, բայց դա դիզայներական աշխատանք չի։ Դիզայներներ քիչ կան Հայաստանում, որոնց ես համարում եմ, որ իսկապես մասնագիտություն ունեն, իրանք սովորել են, ավարտել են այդ մասնագիտությամբ, աշխատել են, ստեղծել են նորը եւ չեն կրկնօրինակել։ Այդպիսի մարդիկ քիչ են։ Ու այո, ես կարծում եմ այդպիսի մարդիկ միշտ ունենալու են իրենց սպառողները ու իրենց հաճախորդները։ Եւ նմանատիպ մարդկանց մոտ մրցակցություն կա, բնական է, այսինքն չի կարա չլինի, բայց ամեն դեպքում այդ մարդիկ իրենց ուրույն տեղը ունեն, որոնց տեղը հնարավոր չի գրավել, որովհետեւ դա ճաշակ ու ոճ է, որը իրանցն է, ու դու դրանից երկրորդը չես գտնի։ Դրա համար մրցակիցներ հենց այդ ոճի մեջ շատ դժվար են լինելու, իսկ եթե լինեն, դրանք կրկնօրինակողներ են, որոնք էլի մրցակից չեն։ Ինչ անել, որ հայաստանյան նորաձևությունը մի օր դուրս գա Հայաստանի սահմաններից եւ մենք հայտնվենք դրսի շուկայում եւ ունենանք պահանջարկ։ Ես չգիտեմ ինչա պետք անել դրա համար, բայց ես շատ կուզենամ, որ այդ օրը գա, որովհետև իսկապես կան մարդիկ, որոնք քրտնաջան աշխատում են, հիմա նոր պակալենյաներ կան, որոնք շատ լավ են սովորում են, իրենց վրա աշխատում են, գնում են վերապատրաստվում են, այդքան ջանք ու եռան չեն խնայում, անկեղծ եմ ասում, Հայաստանում են մնում ու Հայաստանում են արտադրում, ու չեն ուզում գնան այլ տեղ արտադրեն, փորձում են հենց Հայաստանի շրջանակներում անել, բայց իրենց որևէ ձև օգնություն չեն տալիս։ Այսինքն ես իմ կողմից օրինակ շատ դեպքեր ա եղել եւ պատրաստ եմ եղել օգնել պրակտիկայի
առումով եւ այլն, տեսնել այն ինչ որ կարող եմ տալ, հա, այդ նմանատիպ մարդկանց, որոնք ուզում են սկսել, խնդրեմ չունեմ, բայց դա մի հոգու աշխատանք չի։ Դա պետության կողմից օրինակ պետքա օգնություն լինի։ Այսպես ասած պետական ծրագիր պետք է լինի։ Նաև ինչու ոչ, որովհետև երկիրը փոքր է, այսինքն հնարավորությունները քիչ են։ Տեղի սպառողին էլ պետք է, չէ, ինչ որ ձևով սատար կանգնես եւ օգնես, որ այդ սպառողը աճի, մեծանա եւ կարողանա Հայաստանը ներկայացնել եւ ինչու ոչ դուրս գա միջազգային շուկա եւ դա միայն կբարելավի Հայաստանի էկոնոմիկի վիճակը, այսինքն ինքը միևնույն է ժամանակ չի կարող ազդեցություն չունենա։ Այսինքն ստեղ չեն գալիս ոչ մի հայտնի բայերներ։ Օրինակ սկսած Հայաստանի նորաձևության շաբաթ կամ որևէ այլ ցուցադրություն, ինչի Հայաստանում շատ քիչ է այդ ամեն ինչը արվում, որովհետև նորաձևության ցուցադրության իմաստներից մեկը այն է, որ բայերները գալիս են նստում են, նայում են հավաքածուն, ընտրում են այթեմները, քեզնանից պատվիրում են եւ դու անում ես մեծ վաճառք տարբեր երկրներ ուղարկելով։ Հայաստանում այդ չկա։ Իսկ ցուցադրության պակասն էլ չկա։ Վրաստանում կա, իհարկե կա։ Այն էլ ինչ մասշտաբի կա։ Վրաստանն է փոքր երկիր է, բայց ոնց ստացվեց, որ կարողացան իրանք դուրս գալ, իրանք ունեն կտորներ, իրանք բացեցին նույնիսկ արտադրամասեր եւ այլն, սեփական կոշիկներ արտադրեցին եւ այլն։ Այստեղ շուկայում օրինակ, եթե դու ուզում ես մաս պրոդուկտ արտադրես, շատ դժվար է, ինքնարժեքը էլի շատ բարձր է, որովհետեւ որևէ արտադրամաս չի վերցնի դիզայների աշխատանք եւ կարի 10 հատ։ Դա իրանց ձեռք չի տալիս, ես հասկանում եմ, որ ձեռք չի տալիս, բայց օրինակ լավ կլիներ, որ լինեին հենց առանձին ինչ-որ արտադրամասներ, որոնք աշխատում են կոնկրետ դիզայներների հետ, որ համ ստացվեր նենց, որ իրանք աշխատանքի պակաս չեն ունենալու, բոլորը իրանցից կօգտվեն, բայց դրա հետ մեկտեղ էլ դիզայները չի տուժի, որովհետև 1000 հատի փոխարեն օրինակ ուզում է 100 հատ պատվիրի, բայց չէ, որովհետև կա ինչ-որ սահմանափակում։ Հասարակ կինը ինչ պետք է անի, խորհուրդ Դիանա Շատվերյանից, որպեսզի լինի ոճային կին։ Ինչպես գտնի ինքը իր ոճը։ Ոճը գտնելը դա ներքին ինչ-որ բան է, որի մասին դու չես կարող ինչ-որ մեկին, որի հարցում դու չես կարող ինչ-որ մեկին ստիպվեց, այսինքն դա հոգեվիճակ է, ոճը դա ծնվում է քեզ հետ, ձևավորվում է տարիների ընթացքում, քո վրա ազդեցություն է անգամ թողնում քո շրջապատը, ինչու ոչ, այն մարդիկ ում հետ շփվում ես, որտեղ ես աշխատում, դա տենց ձեռքբերովի եւ հավաքական բան է, որը տարիների ընթացքում քեզ մեջ ձևավորվում է, այնպես որ ոճի թելադրման հետ կապված չես կարող խոսել, բայց որպես դիզայներ կարող ես օգնել, օրինակ տեսնելով կողքից, որ դասական ոճը այդ մարդու համար օրինակ իդեալական է ու շատ ասածում, փորձես օգնես եւ խորհուրդ տաս, որ օրինակ դասական այթեմներ քո զգեստապահարում պետքա մի քիչ գերիշխեն, ինչու ոչ, այսինքն նույնիսկ սպորտի մեջ չէ, կա ավելի դասական սպորտային հագուստ եւ սպորտային եւ շատ սպորտային, այսինքն մարդիկ կան, որոնք նախատեսված են հենց այդ կիսադասական սպորտային հագուստի համար։ Այդ խորհուրդներով կարող ես օգտակար լինես, բայց հենց որ ասես այ այսօրվանից դու այս ոճի կրողն ես, դա մի քիչ ճիշտ չի, որովհետև մարդը ունի ձևավորված բնավորություն, ինչ որ ճաշակ, որը կարող է զարգացնել, բայց թելադրել ոչ կարծում եմ։ Իսկ կան այդպիսի էլեմենտներ, օրինակ աքսեսուարներ, որ ցանկացած կնոջ, եթե ինքը միշտ ունենա այդ աքսեսուարը, կդարձնի ավելի ոճային, ավելի հետաքրքիր։ Այս պահին, այո, օրինակ ես կարծում եմ սև դասական ասելով առանց որևէ պրինտերի եւ այլն, այսինքն սև plain oversize բաճկոնը, դա արդեն քո զգեստապահարանում ոճային աքսեսուար է։ Այսինքն ինքը ոճային այթեմը, որը կարող է քեզ օգնել ցանկացած լուկ ավելի ոճային դարձնել։ Կարող ես նաև շատ բանի հետ համակերպել։ Իհարկե։ Այսինքն oversize, ես հենց խոսում եմ ճիշտ բաճկոնի մասին։ Այդ մի բաճկոնը կարող ես կրել բազմաթիվ տարբերակներով։ Սև զգեստի վրայից բարձրակրունկներով այդ ուսերիդ գցած ինքը դասական տեսք է տալիս, բայց ոճային։ Ջինսե տաբատով, runner-ներով, սպիտակ վերնաշապիկով, շապիկով ուղղակի վերնաշապիկով չես։ Համ վերնաշապիկով, համ շապիկով, իմիջիալոց երկու տարբերակով էլ իդեալական է։ Կամ վերնաշապիկ հենց տակից շապիկ հագած եռաշերտ ինչ-որ մի բան ստանաս։ Բոլոր տարբերակներում սև բաճկոնը, oversize, գեղեցիկ, ինքը ուղղակի ոճային աքսեսուար է քո զգեստապահարանում։ Այսինքն ինքը տարբերակ չունի տղեղ նայելու։ Ուղղակի պետք է իրան ճիշտ համադրես։ Այսինքն այդ տիպի բազային բաներ կարող են ցանկացած կին ունենալ զգեստապահարում եւ փորձի իրար մեջ համադրել եւ հեշտությամբ տարբեր տեսակի ու տարբեր ոճերի լուքեր ստանալ։ Ես օրինակ ինքս շատ անգամ
լուքի դեպքում նայում եմ եւ իմ ավելի հարուստ է թվում լուքը 3 դեպքում։ Երբ ես նայում եմ կոշիկին, պայուսակին եւ ակնոցին։ Չգիտես ինչու այս 3 էլեմենտը, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է եւ շատ մարդիկ եմ նկատել եմ, որ դրան շատ մարդիկ են դրան ուշադրություն դարձնում։ Այդ 3 էլեմենտը աքսեսուարներ են, հա, պայուսակը եւ ակնոցը, բայց ինչ որ ոճ են ընդգծում, ինչ որ բնավորություն են տալիս, ինչ որ ստայլ են տալիս եւ երբեմն կարեւոր չէ ինչ է հագած։ Եթե դու նայում ես այդ 3 էլեմենտին եւ իրենք լավն են, կարող է հետաքրքիր բրենդ լինի եւ հետաքրքիր համադրած լինեն իրար հետ եւ ասես վաու շատ հարուստ տեսք ունի, բայց ընդհանրապես այդ 3-ն է՝ ակնոց, պայուսակ եւ կոշիկ։ Համաձայն եմ քեզ հետ։ Բացատրեմ ինչու է այդպեսի։ Նախ կան հենց ֆանատներ, որոնք սիրում են հենց այդ 3 աքսեսուարը, այսինքն իրանք պատրաստ են հագնվել Zara-ից ամբողջությամբ ու միշտ միջև կյանքի վերջ, բայց օրինակ պայուսակը, կոշիկը եւ ակնոցը պետք է լինեն միշտ բրենդային եւ լավ որակի։ Ինչու է այդպես, ու ես համարում եմ, որ դա սխալ չի, որովհետև կոշիկը բարդ կարվող աքսեսուար է, որը իսկապես որակապես, եթե վատնա լինում, դա միանգամից երևում է։ Ես այդպես եմ համարում, որ դու կարող ես օրինակ հագուստի մեջ շատ տարբերությունը չնկատես, օրինակ եթե մի քիչ սինթետիկա է պարունակում քո բաճկոնը, դա որևէ մեկը չի նկատի։ Դա պետք է մասնագետ լինի, որը նույնիսկ անգամ լինում են դեպքեր, երբ մասնագետը կարող է չհասկանա, որ քո բաճկոնի կտորի մեջ կա սինթետիկ ինչ-որ էլեմենտներ, դա ամբողջությամբ բնական կտոր չի։ Այ երբ որ կաշին լինում է ոչ բնական, նույն հիմա էկոկաշիներ շատ լավ որակի կան, բայց էլի խոսքը գնում է լավ որակի էկոկաշիների մասին, բայց եթե կարված է անորակ, նախ երևում է միանգամից։ Երկրորդը որակյալ չի հենց կտորը միանգամից երևում է։ Հենց կաբլուկի որակ եւ այն ամեն ինչին նայում ես, աքսեսուարներից երկաթի որակը, տեսնում ես, որ պլաստմասա, ուրեմն լավը չի։ Հասկանում ես, որ երկաթը ուրեմն ավելի շատ է փոխտացած։ Այդպես, նույնը ակնոցների պարագայում կաղապարը պլաստմասա է, պատկերացնում ես վատ որակի է որ լինում։ Դա ախր ակնհայտ երևում է։ Պլաստիկի դեպքում դա շատ վատ է երևում։ Միանգամից քո ամբողջ լավ ստեղծած stylish look-ը կարող է մի վայրկյանում ավելի էժան սարքի։ Մի վայրկյանում այդ մի հատ սխալ աքսեսուարի պատճառով։ Իմիջիալոց շատ դեպքերում հենց այդպես է լինում։ Ես էլ եմ նկատել։ Հա, ես այդպես դրա հետ համաձայն եմ։ Նույնը պայուսակի մասին է խոսքը, ոչ ոք չի խոսում ամենաթանկ Hermes Birkin-ի մասին, այսինքն պետք չի Birkin-ով լինես, որ լավ տեսք ունենաս, բայց կան միջին բրենդի լավ որակով կարած, իմիջիալոց հենց խոսքը գնում է լավ որակով կարած ապրանքանիշների մասին, կարան բացարձակապես անհայտ լինեն։ Խոսքը դրա մասին չի։ Ուղղակի ընտրել որակյալ բաներ, որակյալ նորմալ որակով կարված աքսեսուարներ։ Եվ ունենալ լավ տեսք։ Իհարկե։ Հարուստ տեսք։ Փառք Աստծուն, հիմա նորաձևությունը թույլ է տալիս ցանկացած տեսակի, ցանկացած գնի բրենդերից օգտվելու։ Անկեղծ, այսինքն հիմա որակյալ հագուստ կա, որը միջին արժեք ունի, ակնոցներ, աքսեսուարներ, առհասարակ զարդերի մասին է խոսքը, բիժուտերիան առաջ կամ վատներ կամ չկար։ Այո, իսկ հիմա MPC որակի բիժուտերիա է հայտնվել, որ անգամ նախընտրում ես դա ոսկյա զարդերին։ Այսինքն շուկան բավականին մեծ է, այնպես որ սխալվելու հավանականությունները շատ քիչ, այնպես որ կարող եք օգտվել։ Հիմա պարադոքս կա, ամեն ինչ շատ հասանելի է եւ գումարի առումով էլ շատ հասանելի, բայց շատ քիչ ենք հանդիպում ոճային մարդկանց։ Թվում է թե ամեն ինչ բաց է, կարող ես հեշտ դառնալ ոճային, մեկ էլ հասկանում ես, որ քիչ ես հանդիպում ամեն դեպքում ոճային մեկին։ Այ որտեղ է այդ ինչի արդյունքում է այդ պարադոքսը։ Այդ պարադոքսը կայանում է իներտության հետ կապված, ինձ այդպես է թվում ամեն դեպքում։ Ես քիչ առաջ որ խոսեցի, որ ամեն դեպքում հանգիստ հագնվելը եւ շատ քեզ վրա պատասխանատվություն չվերցնելը ոճի առումով ավելի հանգիստ է քեզ տալիս, այսինքն դու որևէ ծանրաբեռնվածություն ավելորդ չես ունենում։ Նա սկսենք նրանից, որ կյանքը բարդացել է եւ մարդկանց խնդիրները այնքան են շատացել, որոնք չեն նախընտրում են պարզ հագնվեն, դրա մասին ավելորդ անգամ չմտածեն ու իրենց մեղադրելու չի, որտեվ իսկապես կան մարդիկ ծանրաբեռնված լուրջ խնդիրներով, մի հատ էլ պետքա ոճային հագնվեն ու մտածեն, թե այսօր ինչքան աքսեսուարներ հագա, ինչքան տարբերվող պետքա լինեն։ Իրանք վերցնում են հագնում են իրենց սովորական հագուստը, որը նորմալ տեսք ունի, բայց շտապում են աշխատանքի, որովհետև առավոտ 6-ին վեր են կանում, մինչև հասնում են տեղ ժամը 7-ն է ու իրանք կյանքը այդպես է կառուցված։ Այդ մարդկանց դու չես կարող մեղադրել, որ իրանք մի հատ էլ չեն փորձում լինեն տարբերվող։
Կինը այսօր իրականում շատ ծանրաբեռնված է։ Այո, ծանրաբեռնված է։ ժամանակ ուներ մտածելու ինքը ինչ է հագնում։ Ամեն դետալը, հա, տարբեր բաներ փորձել։ Այսօր դու պարզապես կարող ես չունենաս այդ ժամանակը, դու ունենաս 10-15 րոպե եւ ինչ որ բան, ինչ որ իրար հետ սազում է համադրել ու տանից դուրս գալ արագ։ Բայց ես ամեն դեպքում ստիպում եմ ու ես ուզում եմ, որ ցանկացած կին իր մասին չմոռանա, ու այդ շատ բարդ է։ Ես գիտեմ, ես ունեմ 2 երեխա, ես գիտեմ, որ ես եղել եմ, երբ որ առաջին երեխաս ծնվել է, ես երեխաս կալասկայի մեջ իմ հետ խանութում հավասար պրիմերկաներ են անում, ու այո, դա բարդ էր։ Ես սովորում էի այն ժամանակ, երբ որ ինքը նորածին երեխա էր, ու այո, դա բարդ էր։ Ես ամբողջ գիշեր չքնելով հանդերձ գտնվում էի երկրորդ ինստիտուտում, որտեղ դա իմ երկրորդ մասնագիտությունն է, դիզայներությունը, բայց ես հասկանում եմ, որ ես պետք է մասնագիտություն ձեռք բերեմ ու տարբերակ չունեմ, բայց միևնույն ժամանակ այնպիսի մասնագիտություն էի ձեռք բերում, որը պահանջում էր ինձանից լավ տեսք ունենալ, որովհետև ինձ որևէ մեկը չէր վստահի, եթե ես վատ տեսքով ներկայանայի ու ասեի ես ձեզ համար լավ հագուստ կկարեմ, իրանք կնայեին ինձ, կասեին հնարավոր չէ, այս աղջիկը իմ համար լավ հագուստ կարի։ Այսինքն ոչ մեկ չպետք է իմանար, որ ես ամբողջ գիշեր չեմ քնել, առավոտյան 9-ին դասի եմ գնացել, դասից հետո վերադարձել եմ տուն, փոխվել եմ, երեխայիս վերցրել եմ եւ գնացել եմ խանութ ընդունելու հաճախորդներին, ու այդ ամեն ինչը նորմալ տեսքով, ժպիտով եւ տարբերվող, որովհետեւ ինձանից դա սպասում էին։ Այո, դա դժվար է, բայց ես կարծում եմ, որ հայկինը իսկապես ուժեղ են, հայկանայք առհասարակ շատ ուժեղ են, որովհետեւ ես կարծում եմ շատ բաներ ունեն, որոնք ունեն եվրոպացիք, ասենք, չգիտեմ, այսական կանայք եւ այլն, իրանք այդ ամեն ինչի համադրություն են։ Ես անկեղծ դա տեսնում եմ ցանկացած հայ կնոջ մեջ։ Դրա համար ես հավատում եմ, որ իրանք կարող են նաեւ ուժեղ գտնվել, բայց նաեւ չեմ մեղադրում, որովհետեւ գիտեմ, թե ինչքան բարդ է մեզ համար առօրյան կազմակերպել սկզբից մինչև վերջ, ու կապ չունի աշխատում ես թե ոչ։ Տաննել է դժվար։ Այո։ Շատ դիզայներներ ունենք, բայց ոչ քչերը հայտնվեցին շոու բիզնեսում։ Դու հայտնվեցիր նաև շոու բիզնեսում, հա, քեզ մեդիայում շատ հաճախ կարող ենք տեսնել տարբեր հաղորդումների, ժամանցային, դու շատ ընկերներ ունես այդ ոլորտից, հա, այդ ասպարեզից, ինչպես այդ ճանապարհը գնաց, սկսվեց դեպի շոու բիզնես։ Ոնց սկսվեց։ Ես նես չի, որ հենց այդպիսի միտում ունեի, այսինքն կամ ի սկզբանե տրամադրված էի, որ այ ես այս աշխատանքը սկսել եմ, որ մտնեմ շոու բիզնես։ Չէ, ես նախ միշտ սիրել եմ այս աշխարհը ու ես ամեն դեպքում մոտիկանալու էի որևէ կետով, ասեմ ավելին առաջին մասնագիտությունս, երբ որ Պոլիտեխնիկ ինստիտուտն եմ ավարտել իմ ինժեներիայից, երբ որ ընդունվում էի, այդ ժամանակ իմ ցանկությունը մեծ էր թատերական ինստիտուտ ընդունվելու, բայց այդ ժամանակ ծնողներս դեմ եղան թատերական ինստիտուտ ընդունվելու եւ ես գնացի Պոլիտեխնիկ, որովհետեւ բացի դրանից նաեւ մաթեմատիկան էր լավ, այսինքն այլ ընտրանքը մաթեմատիկան էր։ Մի խոսքով, բայց տարիների ընթացքում միևնույն է, երբ որ դու արվեստի մարդ ես եւ քեզ մեջ այդ ամեն ինչը եռում է ու դու այդ ես սիրում, այսինքն դու սիրում ես կինոյի աշխարհը, հագուստի աշխարհը, ես միշտ նայել եմ, ասենք, ու միշտ հիացել եմ այդ աշխատանքով, հա, ու մենակ այդ չէ։ Հասկանում ես, որ դա քեզանից անբաժան է, այսինքն ինչքան էլ ուզում ես տեխնիկական ինչ-որ ինստիտուտ ավարտի, որը քեզ մոտ լավ է ստացվում, ինչ-որ առաջարկներ են եղել աշխատանքային բան, բայց ես հասկանում եմ, որ ես այդպեսին չեմ։ Ես հասկանում եմ, որ ես դրա մասնիկը չեմ, ես ինձ այդտեղ անհարմար եմ զգում։ Ես չեմ կարող գնալ 9-ին աշխատանքի, 6-ին դուրս գալ երեկոյան եւ դա լինի իմ կյանքը։ Ես բացարձակ դա այդպես չեմ պատկերացրել, այսինքն ես բուռն աշխատանքային, ստեղծագործական կյանք եմ ռեժիմի, ստեղծագործական կյանք։ Ստեղծագործական, ինձ այդ էր հետաքրքրում, որ ես ստեղծագործ եմ, որ տեղ լինի, որտեղ ես իմ մտքերը ազատ թողնեմ։ Ու այդպես ես գնացի ժամանակի ընթացքում նախ այն դպրոցը, որտեղ սովորել եմ, բազմաթիվ շոու բիզնեսի ներկայացուցիչներ մեր հետ նույն դպրոցում են սովորել եւ մենք այդ ժամանակահատվածում ենք եղել իրար հետ, այսինքն այդտեղից էլ ծանոթություններ ունենք, բայց իհարկե մասնագիտության առումով հանդիպեցինք, սկսեցինք աշխատել եւ վերհիշեցինք մեր անցյալը դպրոցում, ենթադրենք այդպես ու աշխատանքը հավանում էին, զանգում էին, ենթադրենք ասում էին, որ ուզում ենք այս տեսալողակի համար ձեզ հետ համագործակցել։ Ծանոթանում էինք, ինչ որ մարդկանց հետ աշխատացինք մի անգամ, ինչ որ մարդկանց հետ շատ անգամ, ինչ որ մարդկանց հետ դառանք ընկերներ, որոնք արդեն 10 տարուց ավել է իմ կողքին են, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Ես իմ տղա հյուրերին միշտ հարցնում եմ, հատկապես որոնք որ ամուսնացած են եւ հաջողություններ են գրանցել, միշտ հարցնում եմ, որ քո հաջողությունների հետևում հաստատ կինդ է կանգնած։ Հիմա ուզում եմ հասկանալ հաջողակ կնոջ հետևում ով է կանգնած։ Միանշանակ support անող տղամարդ, ասեմ ավելին։ Երբ աշխատանքը սկսեցի,
խոչընդոտների հանդիպեցի, որոնքից կարող էին հոգեբանորեն կոտրել, որովհետև ես այն մարդը, որը հիմա դարձել եմ, իմիջիայլոց շատ կոմենտներ են լինում, երբ որ գրում են, ոյ ինչ ինքնավստահ է կամ գոռոզ է կամ ինչ որ բացարձակ սխալ կարծիք է իմ մասին, որովհետև գոռոզության հետ որևէ առնչություն չունեմ։ Բայց ինքնավստահ, այո, դարձել եմ այդպեսին, ժամանակն է ստիպել, կյանքն է ստիպել, որ հասկացել եմ, երբ որ այդ բարությունը ու միայն նվիրված լինելը դա փոխադարձ չի, ու այսինքն միշտ չի, որ փոխադարձ է, սխալ եմ ասում, միշտ չի, որ փոխադարձ է, որովհետև լինում են դեպքեր, երբ որ քեզ կարող են նեղացնել, ու այո, շահագործեն այդ քո բարիությունը, բնական է դու կոփվում ես, ու բնականաբար սկսում ես այլ ձև մտածել, ու հասկանում ես, որ դու պետք է լինես քո սեփական կարծիքի հետևում կանգնած, ու այո, այս կյանքում կարող ես մենակ մնալ ու կարողանաս քո իսկ կարծիքը առաջ տանել, ու որ որևէ մեկը քեզ չկարողանա կոտրի, հատկապես կնոջ պարագայում։ Ես այդպես եմ մտածում, որովհետև մեզ կրկնակի ավելի բարդ է։ Եվ այդպիսին դառնալու ճանապարհին ինձ օգնում էր միայն իմ ամուսինը, որը որ այն պահին, երբ որ ես ամենավատ վիճակում էի ու նույնիսկ ես մտածելով, որ ես ունեմ ճաշակ, ստեղծագործական ջիղ եւ այլն, ու ինձ նեղացրել էին այնպես, որ ես պատրաստ էի ամեն ինչ թողնել ու դրա մասին չմտածել, ինքը այն մարդն էր, որ այնքան բանի թվարկեց իմ մասին, որ ես չէի մտածում, որ կողքից մարդը կարող է իմ մասին նմանատիպ կարծիք ունենալ, այսինքն այդ ամեն ինչը տենց երևում է։ Իմ ներքինը այդքան դուրսն է իր համար, որ ես նույնիսկ չէի նկատել։ Ու հասկացա, որ ինքը այնպես արեց, որ ես այդ բոլոր փորձությունները, որ ասում եմ իմ դժվարություններով, որ ես չէի նախատեսել, որ երեխաս նորատին պետքա լինի, իսկ ես գնամ ինստիտուտում առավոտին ինչ սովորելու, ինքը այնպես արեց, որ ես դա չզգացի։ Ես իսկապես դրեցի իմ դիմաց նպատակ եւ հասա այդ նպատակին։ Ուղղակի աշխատելով, ոչ թե ինչ որ մի բան անելով, ինչ որ չարած, հակառակը, լցված այդ էներգիայով բարի, որ այո, կա մարդ, որ ինձ էսենց հավատում է, ես իրան պրոստը չեմ ուզենա հիասթափացնեմ ու չեմ ուզենա ինքը հանկարծ մտածի, որ չէ, ինքը սխալ կարծիք ունի իմ մասին, այսպես հավաքեցի ինձ ու արեցի այն, ինչ որ արեցի։ Ու այո, ցանկացած ուժեղ կնոջ հետևում կանգնած է ուժեղ տղամարդ եւ հակառակը։ Ու ես կարծում եմ միմյանց լրացնում են այդպիսի մարդիկ, ովքեր իրար լրացնում են, միշտ ամեն ինչի մեջով կարող են անցնել։ Նաեւ հաջողակ են դարձնում։ Միանշանակ։ Կապ չունի, այդ իրար լրացնելը, իրար օգնելը այնքան կարևոր է, դու հասկանում ես, որ դու ինչ էլ կորցնես, դու իրան ունես ու այդ քեզ ընդհանրապես չի խաղ, նորից կսկսեք իրար հետ, որտեվ այնքան այդտենց քեզ օգնում է։ Դիանա Շատվերյանը ինչի հանդեպ իմունիտետ չունի։ Երեխաների հարցում սրտից թույլ եմ, եթե այդ ես հարցնում, տենց ահա որ ծանր եմ տանում ցանկացած բան իմ իհարկե միջև իմ սեփական երեխաները ունենալել էի երեխաների հանդեպ տենց սրտից թույլ, բայց երեխաներիս ունենալուց հետո կրկնակի դա սարսափելի է, ես չեմ կարող ինձ կառավարեմ, այսինքն եթե ես փողոցում տեսնում եմ ծնող, որը աղջիկ երեխայի վրա բղավում է կամ ձեռքա բարձրացնում, ես անկեղծ կարող եմ հարցակվեմ, ես չեմ կարող ինձ զսպեմ, անկեղծ չեմ տանում այդ, ես չեմ տանում երեխային այդ վատ վերաբերվելու հանգամանքը որևէ պարագայում, հատկապես երբ որ դա անում է մայրը, աղջիկ երեխային, չեմ կարող, ես կարող եմ փողոցում լացեմ, ես կարող եմ մոտենամ ասեմ, ինչ ես անում եւ եղել է դեպքեր, որ ինձ բռնել են, ասել են չմոտենաս, դա քո գործը չի, մի խառնվի, բայց չեմ կարողանում, ես երեխաներին, երբ որ վատ են վերաբերվում, ով ուզում է լինի, կապ չունի, չեմ կարողանում, դա իմ համար, դա իմ ցավոտ տեղն է։ Շատ շնորհակալ եմ քեզ հաճելի զրույցի համար։ Ես էլ քեզ եմ շնորհակալ։ Իսկ մենք կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։